Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Նախորդին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում իր աշխատանքներն ավարտեց Եվրոպական քաղաքական ընկերակցության 7-րդ գագաթնաժողովը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի վարչապետը։ Այս գագաթնաժողովն առանձնանում էր նրանով, որ այլևս խոսում են ոչ միայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից, այլև խոսում են արդեն որպես փաստ Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմից եւ խոսում են ռուսական հարձակումների հետմաղման, Ռուսաստանի զսպման անհրաժեշտության մասին, նաեւ եթե առաջ խոսում էին Ուկրաինային օգնելու մասին, ապա հիմա խոսում են համագործակցության մասին, որովհետև այդ ռուսական անօթաչուների դեմ պայքարի հարցում Եվրոպայի անվերապահ առաջատարը այսօր եւ կարելի ասել աշխարհում եւս այսօր Ուկրաինան է եւ դա փաստ է եւ Եվրոպան կանգնած է այդ կարողությունները ձեռք բերելու հրատապ անհրաժեշտության առաջ եւ ահա այդ Եվրոպայի հետ ուզում է ինտեգրվել Հայաստանի Հանրապետությունը, ընդ որում այդ մտադրությունների մասին հետևողականորեն բարձրաձայնում է պաշտոնական Երևանը, բացառություն չեղավ նաև այս գագաթնաժողովին վարչապետը իր ելույթում, դրան նախորդող ելույթում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից եւ նաեւ այո ներքին այս հրապարակային ելույթներում եւս այս ամենը իրար հետ ձևավորում է մի համայնապատկեր, մի քաղաքական պահ, որը անհրաժեշտ է գնահատել։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Գերմանիայի մայրաքաղաք Բերլինից, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է Եվրամիության եւ հետխորհրդային երկրների փոխհարաբերությունների հարցերով փորձագետ Իրինա Ղուլինյան Հերցը, բարև ձեզ Տիկին Ղուլինյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Ղուլինյան, դուք ուշի-ուշով հետևում եք, դա ձեզ այսպես ձեզանից ոչ հեռու, հարևանությամբ էր ընթանում այդ գագաթնաժողովը, որը իր մթնոլորտով էապես տարբերվում էր նախորդներից, գոնե նախաբանումս նշած պատճառներով, դե նաև իրավիճակն է փոխվել, ամենայն դեպս այս վերջին օրեր, շաբաթներն է, որ արդեն Ռուսաստանը սկսել է կանոնավոր ձևով անօթաչուներ ուղարկել Եվրոպայի տարբեր երկրների օդային տարածք եւ մեծ լարվածություն ստեղծել։ Վերջերս էլ հենց այսօր այս գիշեր էլ հայտնի դարձավ, որ կանգեր առել Գերմանիայի ամենամեծ Մյունխենի օդանավակայանը մի քանի ժամով եւ առավոտյան 5-ին տեղական ժամանակով նոր աշխատանքը վերսկսվեց, բայց հաղորդագրություններից դատելով այդպես էլ չհասկացան որտեղից են օդ բարձրացել այդ անօթաչուները եւ ընդհանրապես ինչ անել դրա հետ։ Համեցեք Տիկին Ղուլինյան, ձեր գնահատականները։ Որ այս հերթական ինտենսիվացումը Ռուսաստանի գործողությունների կատարվում է հենց Եվրամիության քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակային այդ տիրույթում եւ կարելի է պատահականություն եւ ոչ պատահականություն անել, ամեն դեպքում դա լրացուցիչ կերպով մեծացրեց եվրոպական խաղացողների շարքերում նրանց հաստատները, որոնք արդեն մի քանի տարի շարունակ զգուշացնում էին, որ միայն բացասական սցենարների հետ
պետք է գործ ունենալ ապագայում եւ դրական ակնկալիքներ այլևս Ռուսաստանից չեն կարող ունենալ։ Հիմա քանի որ համաժամանակյա շատ process-ներ են կատարվում Եվրամիության եւ նրա անվտանգային համակարգի վերաձևակերպման հետ ԱՄՆ-ի կասկածելի դիրքավորման արդեն բավականին երկար հայտնի այս ժամանակամիջոցում բարձ է որ եվրոպացիների համար հիմա խնդիրը ոչ միայն Ուկրաինային օգնելն է, այլև իրենց այնքան արագ եւ այնքան էֆեկտիվ օգնելը, որպեսզի X պահի տեսանելի ապագայում նույնիսկ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության Եվրամիությունը ի վիճակի լինի իր անվտանգությունը համատեղ ապահովելու։ Սրանք ահռելի առաջադրանքներ են եւ թեև գագաթնաժողովի այս անգամվա 7-րդ գագաթնաժողովի թեման հիմնականում միգրացիան էր եւ բնականաբար Ուկրաինայի աջակցությունը եւ այլն, սա ավելի մեծ կոնտեքստ ստացավ, քանի որ հենց զուգահեռ այդ իրադարձություններն էին կատարվում դրան նախորդող նաեւ Լեհաստանի օդային տարածքում եղան ռուսական անօթաչ սարքի նաեւ Մերսկալյան երկրներից մեկի տարածքում մի խոսքով այն նրանք ովքեր ավելի բացասական սցենարների կանխատեսում էին անում, նրանք անընդհատ ճիշտ են դուրս գալիս, որովհետև հիմնական փաստարկը նրանց այն է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը այս ամբողջ կատարվածից հետո կարող է միայն ավելի եւ ավելի էսկալացիայի գնալ, քանի որ հետարցի ճանապարհ չունի։ Մենք տեսնում ենք ինչու չունի, մենք տեսնում ենք թե արդեն քանի տարի է ընթանում այդ ըստ էության 3 օրվա համար ծրագրված պատերազմը եւ շատերի համար արդեն դա ոչ թե տեսական ինչ-որ բան է, որ կարող է X պահի իսկապես մաքուր կոնֆրոնտացիա գործողությունների մակարդակով սկսել, դա այլևս այսպես շատ անհավատալի բան չի համարվում։ Դրա համար եվրոպական համայնքը, եվրոպական երկրները հիմա տենդագին որոնումների մեջ են իրենց կարողությունների արագ մեծացման, բարձրացման եւ բնականաբար սակայն խնդիր ունեն նաեւ չտրվել ռուսական կողմի էսկալացիայի այդ սադրանքին, որովհետեւ բոլորին է պարզ, որ մասշտաբային շատ մեծ մասշտաբային ինչ որ իրավիճակում հայտնվելը դա Եվրամիության շահերից չի բխում, բայց դա չի նշանակում, որ գործողություններ եւ պատրաստվելու եւ հնարավորինս արագ պատրաստվելու այդ պլանը գործողությունները թե առանցին երկրների մակարդակով եւ թե բուն Եվրամիության եւ նաեւ ՆԱՏՕ-ի մակարդակով դրանք ընթանում են։ Իհարկե Եվրամիությունը շատ անշահական վիճակում է կարելի ասել, որովհետեւ երկար ժամանակ իշխել է քաղաքականային թեզը այստեղ, որ Ռուսաստանը խելահեղության կանխավարկածով չի կարող գործել, բայց 2022 թվականից հետո շատերը ովքեր դրա ակնկալիքով էին հաշվարկներ կատարում Եվրամիության ապագայի եւ ընդհանրապես կոնտինենտում համագործակցության մասին, նրանք այսպես դառնաց ստացան։ Ինչ հիմա վերաբերում է նրան, որ այս իրավիճակում փաստորեն որտեղ կոնկրետ պատերազմ է, որին պետք է հարձակման ենթարկված կողմին աջակցեն, Ուկրաինային աջակցեն եւ սեփական ծախսերը սպառազինության եւ այլ արդիականացման մեծացնեն, դա ֆինանսական ահռելի առաջադրանք է եւ եթե հետեւել եք նաեւ գագաթնաժողովի ժամանակ քննարկվում էր ռուսական ակտիվները, մոտ 140 միլիարդ եվրոյի ընդհանուր չափով ակտիվները, որոնց մեծ մասը իդեպ Բելգիայում է գտնվում, դրանք այսպես կրեդիտի տեսքով Ուկրաինային տրամադրելու մասին, քանի որ ազատ փող, կոպիտ ասած, այդքան մեծ մասշտաբի չկա։ Եվ իհարկե տրամաբանությունը լոգիկան նաև որ ով որ այդ ամբողջ վնասը հասցրել է, այո, նաև նրա գույքից պետք է այդ գործընթացում աջակցություն, սակայն որ այսպես մեծ ճանապարհի ավազակների բան չստեղծվի, որ պարզապես այդ 140 միլիարդը, չգիտեմ, բռնագրավում է կամ ինչ, դա պետք է ձևակերպվի որպես վարկ, բայց խնդիրը, եթե հետևել եք քննարկումներն տեսակ, որ ամբողջ բանները, դա բաններ էր, որ վարկի տեսքով ձևակերպելու դեպքով Եվրամիության անդամ երկրները պետք է երաշխիք տան դրա,
գումարային երաշխիք, այսինքն այդ վարկի, որ այդ գումարը ոչ թե անհետանա գնաց աղսկի, որ այդ գումարը շարունակի մնալ, իսկ պետությունները երաշխավոր են։ Իսկ դա ինչ է նշանակում, որ Եվրամիության ցանկացած պետություն անմիջապես հայտնվում է պետական պարտքի մեծացման վտանգի մեջ, ըստ էության բոլորն էլ այդ արդեն իսկ դրա մեջ են, քանի որ սեփական սպառազինություններ, սեփական ծախսեր եւ այլն, եւ հիմա կտեսնենք 3 շաբաթ հետո Եվրամիության գագաթնաժողովն է, թե ինչպես է այդ հարցը լուծվում։ Առանց երաշխիքի չի լինի, որովհետեւ պետք է օրենքի եւ ֆինանսական գործընթացների տրամաբանության մեջ մնացյալը կատարվի, ոչ թե ասենք ինչ լավ է այս 140 միլիարդն այստեղ մենք վերցնենք, բաժանենք եւ հարցը համարենք փակած։ Սրանք մեծ խնդիրներ են, բայց այլևս եվրոպացիները չեն կարող նստել եւ սպասել ինչ-որ բնական ճանապարհով բարի ժամանակներ կան, բոլորին է ակնհայտ, որ պետք է գործողություններ կատարվեն եւ նաեւ ցավոտ, բայց մյուս խնդիրն էլ նաեւ, որ այդ գործողությունները, այդ ամբողջ ահռելի հոսքերը ֆինանսական, որ ուղղվում են պաշտպանության համակարգին եւ այլն, չէ՞ որ դրանք գնում են սոցիալական, կրթական եւ ենթակառուցվածքների այն ամենի ծրագրերից են գնում եւ հասարակություններն էլ այնպես չէ որ այսպես շատ խանդավառ են դրանից, այստեղ պետք է այդ բալանսը գտնեն, դա մեծ մարտահրավեր է։ Եթե ձեր երկրորդ հարցը Հայաստանի հետ կապված էր այս Հայաստանի հետ կապված ըստ էության մենք տենում ենք էական այսպես մերձեցում Հայաստան Եվրամիություն Պաշտոնական Երևանն ուղղակի արդեն բաց տեքստով է խոսում, որ այո, վերջնանպատակն է Եվրամիության լիիրավ անդամակցություն, բայց մյուս կողմից էլ վարչապետն այսպես եթե ապայով է, հա, այսպես ասենք միտքը ձևակերպում, այն իմաստով, որ մենք այդ ռեֆորմները կանենք, դե դուք էլ կընդունեք, չեք ընդունի մեզ, հա? Բայց մեր օգուտը կմնա այն, որ մենք կդառնանք եվրոպական ստանդարտներով երկիր։ Ինչ եք կարծում, հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք կան, Եվրամիությունը դուք ինչպես նաև ասացիք, որ ազատ միջոց այդքան էլ չկա, բայց Հայաստան այցելած Եվրամիության հարևանության եւ ընդլայնման հարցերով ուրեմն Եվրահանձնակատար Մարտակոսը խոսեց այն մասին, որ մինչև 3 միլիարդ եվրո Եվրոպան պատրաստ է ներդրումներ ապահովել Հայաստանում։ Սա դեռ միայն, այսպես ասենք, պաշտոնական խողովակներով, դե իսկ մասնավորն էլ ինչ ծավալի ներդրում կկատարի, դա արդեն կոմերցիոն որոշումներ կարող են լինել եւ դա այս պահի դրությամբ գոնե կարելի է միայն ենթադրել։ Այդ իմաստով Հայաստան Եվրամիություն հարաբերությունների այ ընթացիկ պահը այս գագաթնաժողովից ձեզ ինչ հուշեց, մանավանդ որ 8-րդն էլ տեղի ունենալու մայիսի 4-ին Հայաստանում եւ վարչապետն էլ բոլորին պաշտոնապես հրավիրեց մասնակցելու այդ գագաթնաժողովին, որը տեղի ունենալու Երևանում, համեցեք Տիկին Պուլինը։ Իհարկե, առաջին հայացքից կարելի է ասել, ինչ անհարմար պահի Հայաստանը որոշեց իր Եվրամիության անդամակցության ձգտումները այս պաշտոնականացնել։ Բայց դա, եթե մի քիչ ավելի շատ շերտեր ունենք, այդքան էլ այդպես չէ։ Քանի որ նախ մի քիչ եթե ավելի բարձրացված ասենք, դժվար պահերին է, չէ՞ երևում, ով է ինչ-որ մի բան իսկապես ուզում, ով ուզում, հա։ Ամեն ինչ հիանալի է եւ այլն շատերն են, հա։ Այդ առումով այդտեղ մի քիչ դրական բաներ կա։ Բայց դուք հիշատակեցիք, որ եթե ճիշտ հասկացա հարցը, որ ինչ-որ շատ այսպես հստակ չի ձևակերպվում եւ ասում է մոտավորապես կլինի, չի լինի։ Դե այո։ Սա բանը մեծ հաշվով սա վատ հաշվարկ չէ։ Գիտեք, ես հիմա չգիտեմ, թե ինչ կոնտեքստում է Հայաստանի ղեկավարը դա ասել, բայց մի բան ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնման մի քանի շրջանակներ եղան, չէ, 2000-ականների սկզբին, հետո այդ ամբողջ ընդլայնումների փորձը եւ նաեւ այն երկրների հետ աշխատանքի փորձը, որոնք հիմա շատ վաղուց ունեն տեխնազոյի կարգավիճակ,
10-15 տարի, որոշները 20 տարի գրեթե։ Բայց այդ երկրներում Եվրամիության անդամակցության այդ ամբողջ պահանջների կատալոգը, այսպես ասենք, այդտեղ կոչվում են կապիտալներ, նա, որոնք տարբեր ոլորտների բարը, այնքան դանդաղ եւ այնքան ոչ այսպես արդյունավետ են առաջ ընթանում, որ Եվրամիությունը երկար ժամանակ արդեն մի քիչ այսպես զգուշանում է այն բարձրաձայնումների հայտերի դեպքում, որոնք այսպես ինչ-որ շատ մեծ արագությամբ Եվրամիությանը անդամակցելու այսպես ձևակերպումներ են անում։ Եվ այսպես Եվրամիության երկրները մի քիչ այսպես դիստանցիայով են նման ցկտումներին, որովհետև փաստացի, երբ որ նայում ենք օրինակ զեկույցները արդեն 10 եւ ավելի տարուց անդամակցության տեխնացու հանդիսացող երկրների այդ առաջընթացի զեկույցները մենք տեսնում ենք, որ այնտեղ լճացումների մի ահռելի այսպես ժամանակաշրջան է գնում եւ այլն, ուզում եմ ասել, գուցե փոքրիկ ամբիցիայով, փոքր քայլերով, հանդարտ քայլերով, պարզապես աշխատանքը կատարել եւ անընդհատ աղմուկի ֆոնի մեջ չանել դա, գուցե դա այդքան էլ վատ չէ, կարևորը սակայն որ արվի, որ իրականում դա արվի, ոչ թե մենք գիտենք շատ բաներ ասվել են, հայտարարվել են, բայց իրագործման ճանապարհին կամ դեֆորմացվել են, կամ մինիմալացվել են, բայց կարևորը որ աշխատանքը կատարվի եւ հետաքրքիր է, բայց նաեւ ես նայեցի նորից որպեսզի բան չանեմ, այդ պատկերը սխալ չհիշեմ, եթե նայենք հետխորհրդային երկրներից նրանց, որոնք հիմա տեխնացության կարգավիճակ ունեն, մենք գիտենք, որ երեքը միանգամից ստացան Վրաստանը, Ուկրաինա եւ Մոլդովան։ Նրանք ունեն տեխնացության կարգավիճակ։ Օրինակ, երբ որ մենք նայում ենք ժողովրդավարության փոխակերպման ինդեքսին, հայտնի Բերթելսմանի ինդեքսին, այդ 3 երկրների համար, կարճ ասեմ, որ այդ ինդեքսը բաղկացած է ուրեմն ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական բարեփոխումների եւ կառավարման բարեփոխումների 3 այդ բաղկացուցիչներից համագումարով ստացվում է ընդհանուր ինդեքսը։ Ուրեմն այդ 3 երկրների ինդեքսը ես համեմատեցի Հայաստանի ինդեքսի հետ։ Հայաստանը ոչ տեխնացու է, ոչ մի բան է, այսպես ասենք, Հայաստանը իր ինդեքսներով նրանցից բարձր է։ Մասնավորապես ինդեքսը 137 երկրներ է համեմատում իրար հետ։ Հայաստանի ցուցիչը 137 երկրներից Հայաստանը 27-րդ տեղում է, Վրաստանը 54-րդ տեղում է, Մոլդովան 37-րդ տեղում է, Ուկրաինան 32-րդ տեղում է։ Եթե մեր հարավկովկասյան ռեգիոնի հարևաններով նայենք, ասենք Ադրբեջանը 85-րդ տեղում է, Թուրքիան 74-րդ տեղում է։ Ինչ եմ ուզում ասել դրանով։ Չլինելով նույնիսկ տեխնացու կարգավիճակով, Հայաստանը այս բանի բավականին լավ մեկնարկային դիրքում է։ Մենք գիտենք, որ հիմնական այսպես սիրտը այդ բարեփոխումների Եվրամիության անդամակցության ժողովրդավարությունն է։ Հայաստանի կատեգորիան դեֆեկտային ժողովրդավարություն է։ Վրաստանինը մեծ դեֆեկտներով ժողովրդավարություն է։ Մոլդովա եւ Ուկրաինա դարձյալ դեֆեկտային ժողովրդավարություն, Ադրբեջանի դեպքում կոշտ ավտորիտարիզմ է, Թուրքիայի դեպքում մոդերատ չափավոր ավտորիտարիզմ է։ Այսինքն Հայաստանի մեկնարկային այս բարենպաստ վիճակը բավականին շահեկան է եւ եւս մի կարեւոր հարց, որ Հայաստանը գոնե մենք հիմա տեսնում ենք, կարծես թե խաղաղության գործընթացն էլ առաջ է գնում, ամեն դեպքում Հայաստանը այլևս տարածքային վեճ կամ վեճի մեջ ներգրավված չէ։ Ինչը մենք չենք կարող ասել, ասենք տեխնացու մյուս երկրների մասին ցավով։ Իհարկե Հայաստանի դեպքում էր շատ ցավալի իրադարձություններից հետո այսպիսի ստատուս քվո առաջացավ, բայց ամեն դեպքում եթե մենք խոսում ենք Եվրամիության անդամակցության մասին, դա եւս հանգամանք է։ Եվ հիմա թեկուզ եւ ոչ շատ այսպես ամբիցիոզ վերբալ ինչ-որ տարփողումներով եւ այլնով Հայաստանը շատ լավ իր մեկնարկային կարող է օգտագործել եւ առաջ շարժվել, եթե կա հանրային
նվիրվածություն այդ գաղափարին, այդ ճանապարհին, իսկ օրինակ առաջիկա ընտրությունները եւս մի անգամ առիթ կտան տեսնելու թե արդյոք հասարակությունը իսկապես նվիրված է այդ գաղափարին, չէ՞ որ առանց հասարակության այդպես չի լինի։ Հիմա կառավարության ղեկավարները կարող են ասել, այս ենք անելու այն, բայց առանց հասարակության չի լինի, եւ դա էլ լրացուցիչ հավանաբար արդեն նոր խթան կդառնա։ Ինչ վերաբերում է նրան, դուք ասացիք ներդրումների մասին, իհարկե այն որ Եվրամիությունը տնտեսական ֆինանսական դժվարությունների մեջ է, բայց Հայաստանի եւ նրան տրվելիք օգնության մասշտաբը այն մասշտաբը չէ, որ ասենք այդ մեծ հաշվարկների մեջ դա ինչ-որ շատ դժվարություն իրենից առաջացնի։ Դրա համար ամեն դեպքում այդ աջակցությունը բնականաբար կլինի եւ եթե այս խաղաղության համաձայնությունները նաեւ ինչպես որ թղթի վրա է գրված կատարվեն, բնականաբար մենք տեսնում ենք, որ նաեւ ԱՄՆ-ից այդտեղ գոնե այդ բլոկով մեծ ֆինանսական աջակցություն է լինել։ Դեկին Ուլինյան, որպեսզի մենք կարողանանք, այսպես ասենք, կանխատեսումներ կառուցել ապագա քաղաքական որոշումների վերաբերյալ, այստեղ շատ կարևոր է ընկալել հասարակական կարծիքում, եվրոպական հասարակությունների ինչ միտումներ կան։ Այսպես ասենք, Եվրամիությունից դուրս ապրողի աչքերով նայելիս մենք կարող ենք ֆիքսել հետևյալը, որ օրինակ Եվրոպայում ահագնանում են հակամիգրանտական տրամադրությունները, հակաիսլամական տրամադրությունները, նաև հասարակական քաղաքական իմաստով այնուամենայնիվ այսպես ծայրահեղաչական տրենդը շարունակում է մնալ ակտուալ, չնայած օրինակ AfD-ն Գերմանիայում տեղական ընտրություններին, այսպես ասենք, ջախջախիչ պարտություն կրեց, այն էլ արևմուտքում, բայց նաև տոկոսային առումով բարելավեց իր դիրքերը։ Այս ամենը հաշվի առնելով նախ ձեր գնահատական ընդհանրապես ինչպիսի հանրային տրամադրությունների փոփոխությունների ինչ միտումների հետ մենք գործ ունենք եւ ինչպես է այն պրոյեկցվում, ասենք ապագա Եվրամիության ընդլայնման հետ կապված, բարձր արդեն Եվրամիությունը ընդլայնվելու առաջիկա ուղղությունը դա արդեն հետխորհրդային տարածքն է եւ Հայաստանը ներառյալ։ Համեցեք։ Արդեն սկզբից կա ձեր հարցի միգրացիոն հոսքերի հանդեպ տրամադրությունների աճելի ուժեղացման իհարկե այդ ամենը փոխկապակցված է։ Այդ ամենը փոխկապակցված է եւ դրան նաեւ նպաստող շատ հաճախ կրկնվող երևույթներ կան, որոնք հանրային տրամադրությունները ըստ էության լարում են եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներկա իրավիճակում այդ ամենը շատ արագ տարածվում է եւ տրամադրությունները լարվում են, ավելի սրվում են, հասկանալի է, բայց մենք այստեղ չենք կարող ընդհանրացված իսկապես ասել, որ եթե վերցնենք Գերմանիայի օրինակը, որ միգրանտների դեմ ինչ-որ այսպես համատարած մերժողական ճշնամական կան շատ մեծ մտահոգություններ, կան հանրության մասեր, որոնք իսկապես նաև շատ հստակ ձևակերպում են, որ այլևս չեն ցանկանում անկանոն ապօրինի միգրացիան հանդուրժել, մենք սա պետք է միշտ նշենք, որովհետև ընդհանուր դիրքորոշումը օրինական միգրացիայի սահմանված կանոններով, շենգենյան կանոններով, քվոտաներով, այդ ամբողջ տրամադրությունները ինտենսիվացիան ծրվեցին եւ նաեւ ռադիկալացիան ապօրինի միգրացիայի արդյունքում եւ հիմա անկախ նրանից թե որտեղ աչերը ասենք կոնկրետ ընտրությունների ժամանակ եթե ասենք այնպիսի զայների այնպիսի քանակ չստացան որ երկրամասային կառավարության բայց միևնույն է աճը ամենուր ակնհայտ է ակնհայտ է դա ոչ միայն Գերմանիայում հիմա եթե նայենք եվրոպական երկրների շարքում շատ տեղեր մի քիչ աչերի բանը կարող է տարբեր նյուանսներով է բայց համատարած կա դա եւ բոլոր երկրներում
միգրացիան իսկապես այսպես առանցքային թեմա է։ Դրանք խնդիրներ են, որոնք գործող կառավարությունները պետք է դրա պատասխանները գտնեն եւ բայց միանշանակ է, որ ժողովրդավարական երկրներում այդ պատասխանները չեն կարող լինել գործողություններ, որոնք օրենքից անդին ինչ որ ակցիոնիզմի մեջ ընկնելու ինչ որ լուծումներ են։ Դա ծանր բարդ աշխատանք է։ Պետք է անել։ Հաջորդ ընտրություններին կտեսնենք, թե նրանց որքանով է հաջողվել այդ աշխատանքն անել եւ համոզել իրենց հասարակություններին։ Բայց այս մթնոլորտում Եվրամիության ընդլայնման հետագա ալիքի շուրջ պատկերավոր ասենք ոգևորությունները շատ մեղմ են։ Նաև նշված պատճառներով, որ շատ երկրներ ստանալով օրինակ տեխնացուի կարգավիճակը եւ մի քանի համախումբեր ռեֆորմների անելով արդեն կարծես թե հոգնում են եւ սկսում են դժգոհել թե դե չեղավ այսքան երկար սպասում ենք, բայց ասենք նայելու տեսնելու թե լավ այդ սպասելու ժամանակ աշխատանք ինչքան մասն է կատարվել եւ ինչ որակով է կատարվել, դա այդ կոռելյացիայի մեջ չէր նայվում եւ նաեւ չմոռանանք, որ Եվրամիության նոր անդամ Արևելյան Եվրոպայի անդամ շատ երկրներ, մենք տեսնում ենք, որ այնտեղ այնպիսի process-ներ են կատարվում, որոնք այդ ընդհանուր կանոնների համախմբից հեռանում են եւ այդ առումով նաև մտահոգությունը մեծ է, որ անընդհատ ընդլայնվող Եվրամիությունը կարող է իսկապես կորցնել կառավարելիությունը։ Մի հարցում կարծես թե արդեն ձևավորվում է այսպես շատ հստակ դիրքորոշում, որ հաջորդ ընդլայնման շրջանակից առաջ Եվրամիությունը պետք է ինքը իր բարեփոխումները իրագործած լինի եւ այդ բարեփոխված կանոններով նոր անդամների ընդգրկումը, որովհետեւ իսկապես եթե սկսած ֆինանսական կամ տարբեր ոլորտային գյուղատնտեսական այնքան ահռելի բան է, որ այդ մտահոգությունները, որ այդ անկառավարելիության եւ հետագա ընդլայնման ժամանակ նորից ահռելի ֆինանսական կլանումների եւ այլնի եւ ամենակարևորը որոշումների մակարդակը, կայացման մեխանիզմներ, մինչ այս եղած մեխանիզմները հանկարծ ցույց տվեցին, որ շատ հստակ, շատ վճռական պահերի գործող մեխանիզմներով այլևս դժվար է համաեվրոպական նկատի ունեմ Եվրամիության, որտեղ Եվրամիությունը պետք է միշտ արանջատել, որոշումներ կայացնել։ Եվ այդ տրամադրվածությունը եւ հանրային տրամադրվածությունները եւ նաեւ բուն քաղաքական շրջանակների տրամադրվածությունները, որ պարզապես ավտոմատ կերպով ինչպես հիմա արվել է շարունակել, դա այդպես ակնկալել այլևս չեն կարող։ Դրա համար ես ուզում եմ ասել, գուցե նաև այս ամենի համատեքստում այդքան էլ բարձ չէ, որ Հայաստանը հանդարտ այսպես եթե կարողանա գլուխը կախ իր գործն անել եւ ինչ որ պահի արդեն երբ որ ընդհանուր գնահատականը կլինի այնպեսին, որ հաջորդ քայլը կարելի է անել, նաև դա անել այս համատեքստում։ Եվ ամփոփելով շատ կարճ Տիկին Ղուլինյան, առաջիկայում Երևանն է իր մոտ հյուրընկալելու 8-րդ Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովը, ինչ խնդիրներ եք դուք տեսնում որպես իրատեսական, որ հայկական դիվանագիտությունը կարող է իր առաջ դնել եւ հասնել այդ գագաթնաժողովի շրջանակներում, հաշվի առնելով այն իրողությունները, որոնք մենք այս պահի դրությամբ ֆիքսում ենք։ Նախ ինքնին, որ այդ գագաթնաժողովը Հայաստանում է կայանալու, մենք բոլորս գիտենք, որ դա ինչ-որ պատահական ընտրությամբ դեպքեր չեն։ Եվ գիտենք նաև, թե ինչ փոխհամաձայնության արդյունքում է այդ կայացվել, որ Հայաստանում, հետո Ադրբեջանում այդ գագաթնաժողովը մենք կարող ենք երկու մեծ համատեքստում կարևորել գնահատել եւ որպես հնարավորություն տեսնել։ Առաջինը բուն Հայաստանի եվրայինտեգրման մղումների համատեքստում, որ դա ինքնին մի կարելի ասել մի այսպես բեմահարթակ է ապահովելու Հայաստանի համար, որտեղ Հայաստանը իր պրոֆիլը որպես մի երկրի, որը այդ ընտանիքի անդամ է
նախանշել դառնալ, եկեք համեստ լինենք եւ ընդհանրապես ասենք, որ դա նախանշել է, իրեն իր պրոֆիլը որպես նման հավակնություն ցկտում ունեցող երկրի նման մեծ միջոցառման ժամանակ այսպես իր պրոֆիլը փայլեցնելու, հա? Եվ այդ Եվրամիության եվրոպական համայնքի այդ քաղաքականության տրամաբանության մեջ այդ երկրների հասարակությունների աշխարհագրական պատկերացումներում դառնալ մի կետ, որը եվրոպական կոնտեքստում գտնվող կետ է, այսպես մի քիչ պատկերավոր ասել։ Հայաստանի եթե նայենք այս գագաթնաժողովը, սա Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մի հանգրվան է, որը պետք է բայց նաև առիթ դառնա այսպես առաջին բալանս կազմելու մինչև հիմա արվածների։ Ես վստահ եմ, որ մարդիկ, ովքեր դրա պատասխանատվությունն են գրում Հայաստանի համար, դրանով զբաղվում են, անում են եւ ասենք հիմա իմ խորհուրդների կարիքը չունեն, բայց սա առաջին այսպես հանրագումար կազմելու նաև առիթ է լինելու եւ դրանից հետո արդեն կարելի է երկրորդ փուլ նախանշել անելիքների։ Բայց Հայաստանի եվրաինտեգրման պատկերացումների շրջանակում սա շատ կարևոր հանգրվան է լինելու։ Բայց մենք գիտենք նաև, որ այդ գագաթնաժողովը կայանալու է Հայաստանի համար մեկ այլ թեմայի առումով կարևոր ժամանակահատվածում հարևան երկու երկրների հետ հարաբերությունների հիմնավոր վերակազմակերպման համատեքստում է դա կայանելու։ Ինքնին փաստ է, որ եւ հարևան Թուրքիան եւ հարևան Ադրբեջանը նրանք եւս եվրոպական միության համայնքի քաղաքական համայնքի անդամներ են եւ կանոնավոր շատ բարեխիղճ մասնակցում են բոլոր հավաքներին։ Մենք կարող ենք ելնել նրանից, որ Երևանյան գագաթնաժողովի ժամանակ նաեւ հարևան երկրների ղեկավարությունները Երևանում կգտնվեն։ Սա մյուս նշանակությունն է, իմաստն է այդ գագաթնաժողովի, որտեղ Հայաստանը նաև այդ քայլով գործնական առաջին տարածաշրջանային, ինչպես կուզեք կոչեք, նախախաղաղության փուլ, ռեստարտի փուլ, հարևանական հարաբերությունների, սա նաև եւ խորհրդանշական առումով եւ հոգեբանական առումով դա այդ գագաթնաժողովը նաև այդ ավելացված ինչպես է կոչվում դա գինն է օգտական գործողության հակորձակիցն է ունենալու այդ առումով եւ եթե մենք չենք կարող նաև բացառել որ հենց այդ համաժողովի շրջանակում կարող է Հայաստանի եւ իր հարևաններից մեկն ու մեկի հետ շատ լավատեսական չլինենք երկուսի հետ ասելու, ինչ որ շատ հստակ առաջընթացի հասնելու։ Մենք չենք կարող բացառել օրինակ, որ Թուրքիայի հետ սահմանի բացման կամ շատ գործնական ինչ որ մի քանի որոշում համաձայնություն այդ համաժողովի ժամանակ կհայտարարվի։ Իհարկե դա ինչ որ սպոնտան բան չի լինելու, բայց դա կարող է նաև նման ինչ որ բանի հետ համակցվել։ Այս առումով դա իրոք առանցքային նշանակություն է ունենալու Հայաստանի համար եւ մենք ցանկ որ մինչ այդ ինչ որ ֆորս մաժորային բաներ չեն կատարվի, որոնք այդ հաշվարկները եւ նաեւ ակնկալիքները այսպես իջիկ կդարձնեն։ Շատ շնորհակալ եմ Տիկին Ղուլինյան ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ դուք ներկայացրեցիք մեր հեռուստադիտողներին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Մենք հետևելու ենք այս իրադարձությունների ընթացքին եւ բարբերաբար դիմենք ձեզ մեկնաբանության համար։ Միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Լավ եղեք։ Նմանապես։ Ամենք զրուցեցինք մեր գործընկեր Եվրամիություն եւ հետխորհրդային երկրներ հարաբերությունների հարցերով փորձագետ Իրինա Ղուլինյան Հերցի հետ ում հետ քննարկեցինք Կոպենհագենում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական ընկերակցության 7-րդ գագաթնաժողովը, արդյունքները, տրամադրությունները եվրոպական եւ
այդ ամենը որպես համատեքստ Հայաստանի այսպես եվրոինտեգրման այս ճանապարհին։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։